Փառք մեր Աստծուն։ Հալելույա։ Մեծարում ենք քեզ, մեր Տեր։ Շնորհակալ ենք այսօրվա համար։ Այս հրաշալի օրվա համար Տեր, փառք քեզ, պատիվ քեզ, մեծարան քեզ մեր Աստված։ Սիրում ենք քեզ եւ օրհնում ենք քեզ, քո սուրբ եւ զորավոր անունատիպ Տեր, եւ հրավիրում ենք քեզ այս վայրը։ Լցնես քո օծությամբ, քո ներկայությամբ, քո զորությամբ իմ Տեր, մենք քո կարիք ունենք։ Հալելույա։ Ես ազատ եմ, Հիսուսը ինձ փրկել է, աչքերը իմ բացել է, նրա լույսը տեսնում եմ ես։ Նրա առջև պարում ենք, Եկ բոլորս գովերք ենք Տիրոջը, մեծարենք նրան, ով որ փրկեց մեզ, Եկ բոլորս մեծարենք Տիրոջը, արտանք նրան։ Եկ բոլորս գովերք ենք Տիրոջը, մեծարենք նրան, ով որ փրկեց մեզ, Եկ բոլորս մեծարենք Տիրոջը, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան։ Իմ փափակն է, քեզ տալբեր ողջ բանը, և սիրո կրակով էլ ավելի վարվել, նրա առջև պարում ենք, Եկ բոլորը գովերք ենք Տիրոջը, մեծարենք նրան, ով որ փրկեց մեզ, Եկ բոլորս մեծարենք Տիրոջը, արտանք նրան։ Եկ բոլորս գովերք ենք Տիրոջը, մեծարենք նրան, ով որ փրկեց մեզ, Եկ բոլորս մեծարենք Տիրոջը, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան։ Փափակն է իմ սրտի, փափակն է իմ սրտի, անկեղծ ես մեծարել, քո հուրը իմ ներսում է հիմա, հիմա։ Փափակն է իմ սրտի, անկեղծ ես մեծարել, քո հուրը իմ ներսում է հիմա, հիմա։ Հալելույա։ Եկ բոլորս գովերք ենք Տիրոջը, մեծարենք նրան, ով որ փրկեց մեզ, Եկ բոլորս մեծարենք Տիրոջը, արտանք նրան։ Եկ բոլորս գովերք ենք Տիրոջը, մեծարենք նրան, ով որ փրկեց մեզ, Եկ բոլորս մեծարենք Տիրոջը, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան, արտանք նրան։ Ողջ փառքը ու պատիվը քոնն է իմ Տեր։ Հալելույա։ Փառավորում ենք քեզ մեր Տեր։ Այսօր նորից մեկտեղ հավաքվել ենք մեծարյալի քեզ իմ Տեր։ Հալելույա։ Հուսն է նա
Աշտանը մեր ազատող մրտող Աստված է նա Երկն է մեր և ուշն է մեր և երկն մինչ արիշ ընկավ է նա Գողության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Ծնծության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Գողության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Ծնծության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Ամեն Տերն է մեր փրկությունը Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մենք չարիշ ենք սարսափի Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մենք չարիշ ենք սարսափի Հույսն է և աշտանը մեր ազատող մրտող Աստված է նա Երկն է մեր և ուշն է մեր և երկն մինչ արիշ ենք վախենա Գողության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Ծնծության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Գողության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Ծնծության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Հալելույա Իսուս Հարկ ենք տալիս քեզ Տեր մեր փրկության համար իմ Տեր Շնորհակալ ենք իմ Աստված մեծարում ենք քեզ օրհնում ենք քեզ եւ ողջ փառքը եւ ողջ պատիվը տալիս ենք քեզ Տերն է մեր փրկությունը Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մենք չարիշ ենք սարսափի Տերն է փրկությունը մեր Հույսն է նա և զորությունը մեր Տերն է ապավենը մեր սրտի և մենք չարիշ ենք սարսափի Հույսն է և աշտանը մեր ազատող մրտող Աստված է նա Երկն է մեր և ուշն է մեր և երկն մենք չարիշ ենք վախենա Գողության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Ծնծության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Գողության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Ծնծության կամրա արջև Ատակասուր որ մեզ բրկեց Հալելույա Փառք ենք տալիս քեզ Իսուս օրհնում ենք քեզ մեծարում ենք քեզ փառավորում ենք քեզ Հալելույա ամեն ամեն Դու կամենում ես որ քեզ նվիրել ողջ սիրտս Տեր Դու կամենում ես որ քեզ
Yes.
մեծարում ենք Քեզ, փառավորում ենք Քեզ, խոնարհվում ենք Քո առաջ Տեր։ Մեծարում ենք Քեզ, հալելույա, օ Հիսուս, օ մեր Տեր, մեծարում ենք Քեզ, Հիսուս։ Այո Տեր, մենք մեծարում ենք Քեզ և Քեզ փառք ենք տալիս ամենակարող Աստված։ Շնորհակալ ենք Տեր այսօրվա համար, որ Դու ստեղծել ես Տեր։ Շնորհակալ ենք մեր բոլոր Քո եղբայրների համար Տեր, որ այստեղ են և բոլորս միասին վայելում ենք Քո ներկայությունը Տեր։ Փառք ու պատիվ Քեզ ամենակարող։ Խնդրում ենք նաև Տեր, Քո հոգու ներկայությունը Տեր, Քո հոգու մթնոլորտը Տեր, թող տարածվի այս ամբողջ մարզի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ու թող բոլոր կորնելիոսները Տեր իմ Աստված արթնանան Հիսուս Քրիստոսի անունով։ Խնդրում ենք Տեր, որ մարդկանց սրտերը բացես, մարդկանց մտքերը բացես Տեր, որ Քո խոսքը լսելուն պես Տեր իմ Աստված բացվի Տեր իմ Աստված, ու թող պարարտ հող ստեղծվի նրանց սրտերի մեջ Տեր, որ Քո խոսքը ընկնի եւ պտուղ բերի Տեր, եւ Քո Տեր գլխավոր նպատակը, որ մարդկանց հոգիների փրկությունն է Տեր, թող այս մարզի մեջ լինի կատարված Հիսուս Քրիստոսի անունով, ու ամեն դիվային կապանքներ, ամեն խավար բան, որ խանգարում է մարդկանց լսելու Քո խոսքը, ընդունելու եւ գալու դեպի Քեզ, թող հենց հիմա խափանվի Հիսուս Քրիստոսի անունով, եւ թող Քո հոգու ազատագրող զորությունը Տեր իմ Աստված հենց հիմա հպվի ամեն մարդու
Հիսուս Քրիստոսի անունով։ Ու թող ամեն մարդ լինի ազատ Հիսուս Քրիստոսի անունով եւ գա դեպի քո լույսը, դեպի քո փրկությունը, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Փառք Աստծուն, կուզեմ կարիքների համար աղոթենք, բայց կուզեմ այս մտքով աղոթենք, որ Աստված ուզում է, որ քո կարիքները լինի լրացված, որովհետեւ մենք խոսքից գիտենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը ինքը խաչի վրա վճարել է մեր բոլոր կարիքների համար, ամեն, ու Տերը կամենում է։ Մենք կարդում ենք Աստծո խոսքը եւ բոլորը, ովքեր որ մոտենում են Տիրոջը կարիքներով, օրինակ միտեղ կա Մարկոս առաջի գլխում, որ մի կին մոտենում է, ասում է Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ սրբել։ Ու Տեր Հիսուսը ասում է կամենում եմ։ Ու Տերը կամենում է ամեն մեկիս կարիքները, որ լինի լրացված, որ մեր ամեն դժվարությունները, նեղությունները, այն տանջող բաները, որ մեզ խանգարում են, լինի հեռացված մեզանից։ Ամեն։ Եկեք այս մտքով ու հավատքով ընդունենք հա Տիրոջից։ Տեր, մենք քեզ փառք ենք տալիս եւ այս կարիքները եւ մեր կյանքերում, սրտերում եւ մտքերում եղած ամեն կարիքները, Տեր, վերում ենք քո առաջ, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ու խնդրում ենք ամենակարող, որպեսզի դու, Տեր, պատասխանես, Տեր իմ Աստված, ու ամեն բաները հեռացնես մեր կյանքերից։ Ու մենք հավատում ենք, Տեր, որ դու կամենում ես քո խոսքի համաձայն, Տեր։ Դու կամենում ես, Տեր, եւ մենք ընդունում ենք հավատքով, Տեր, մեր բժշկությունը, Տեր իմ Աստված, մեր ամեն դժվարություններից ելքը, Տեր, քեզանից, ու մենք հավատում ենք, Տեր, որ դու կտաս մեզ հայտնություններ, ելքեր, Տեր, կբացես դռներ, Տեր իմ Աստված, ու կտաս հասկացողություն օգտվելու այդ հնարավորություններից, Տեր, որ դու ես բացելու մեր առաջ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Մեծարում ու փառք ենք տալիս ու շնորհակալություն ենք հայտնում, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք նաև մեր փառաբանության խմբին, Աստված օրհնի ձեզ շատ։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Այսօր կիսվելու եմ զոհաբերության խոսքով ու պետք է խնդրեմ, որ մի քիչ ուշադիր լինենք, որպեսզի այս տեղը լավ հասկանանք, որտեղ շատ կարևոր է։ Եկեք միասին բոլորս բացենք Հովհաննես 12-րդ գլուխը, առաջի խոսքից կարդանք։ Եվ Հիսուսը Զադիկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից հարություն տվավ, եւ այնտեղ հացկերություն արին նրա համար, եւ Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նրանց հետ սեղան նստողներից մեկն էր։ Այստեղ մի իրադարձություն ա եղել, երբ որ Ղազարոսը մահացել էր ու Տեր Հիսուսը եկավ ու Ղազարոսին հարություն տվեց ու դրանից հետո հացկերություն կազմակերպեցին։ Ամեն, այսինքն Տերը եկավ, հրաշք արեց ու այդ ժամանակ, երբ որ մենք կարդում ենք համատեքստը, աշակերտներն էլ նրա հետ էին, Տեր Հիսուսի հետ էին։ Ու այս հրաշքը եղել էր արդեն ու հացկերություն էին կազմակերպել։ Եկեք խոսքը շարունակենք։ Մարիամն էլ երրորդ խոսքից։ Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիվ մեծագին յուղ առավ, Հիսուսի ոտները օծեց եւ իր մազերով սրբում էր նրա ոտները եւ տունը լցվեց յուղի հոտովը։ Ամեն։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Մարիամը եկավ ու մեծ զոհաբերություն արեց, հեսա հաջորդ խոսքի մեջ մենք կտեսնենք, թե ինչքան թանկ էր դա Տիրոջ համար։ Ու այստեղ ես համեմատում եմ ոտքերը օծելը եկեղեցու շարժվելու հետ։ Այսինքն զոհաբերություն արեց Մարիամը եկեղեցու գործ առաջ գնալու համար։ Մենք գիտենք, չէ, եկեղեցու գործեր առաջ է գնում, իհարկե ծառայողներով, բայց ամեն բանի պատասխանը տալիս է արծաթե եւ ոսկին։ Ամեն։ Ու ֆինանսներ պետք են, որպեսզի Տիրոջ գործը տարածվի, լայնանա, ընդարձակվի ու հասնի հերավորներին։ Փառք Աստծուն։ Եկեք 4 խոսքից կարդանք։ Եվ ասեց նրա աշակերտներից մեկը, Հուդաս Սիմոնյան Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր։ Ինչու համար այս յուղը 300 դենարի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ։ Այստեղ այս 300 դենարը, որ մենք ըստ Աստվածաշնչի մեկնության, որ ես ուրիշ տեղի հետ համեմատում եմ, մոտավորապես 300 օրվա աշխատավարձ էր։ Համարյա 1 տարվա աշխատավարձ։ Եթե կիրակի օրերը մարդը չաշխատի, մոտավորապես 300 օր է մարդը աշխատում կիրակի օրվանից բացի։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Մատթեոս 26-րդ գլխում գրված է, երբ որ Տեր Հիսուսը առակի մեջ խոսեց եւ ասաց, որ հրավիրեց աշխատողների իր այգում աշխատելու համար։ Ամեն մեկի հետ 1 դենարի պայմանավորվեց, թե առավոտյան եկողի, թե կեսօրին, թե երեկոյան։ Ու այստեղից նայելով մենք տեսնում ենք, որ դա 300 օրվա աշխատավարձ էր։ Այսինքն մեծ գին էր, մի ամբողջ տարվա աշխատավարձ էր, որ Մարիամը զոհաբերեց։ Եկեք հաջորդ խոսքը կարդանք։
5-ից կարդանք. Ինչու համար այդ յուղը 300 դենարի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ։ Բայց սա ասեց ոչ թե որովհետեւ աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր եւ քսակ ուներ եւ ընկածը պահում էր։ Ամեն, այսինքն այսպեսի մտածողությունը խոսք ասում է, որ ոչ թե աղքատների համար էր մտածում ինքը, այլ ինքը գող էր, գողանում էր ընկածից։ Ու մենք օրինակ եղել է իմ կյանքում, երբ որ ես ապաշխարել եմ, մարդիկ հարց են տվել, որ 10-րդ տալիս եք արդյոք եկեղեցում կամ այդ զոհաբերությունները ինչի՞ չեք տանում աղքատներին տակ։ Ինչու եք դուք տանում եկեղեցի։ Ամեն լսել եք դուք այդպիսի բան, թե մենակ ինձ են այդպիսի բաներ ասել։ Շատ կա, այս միտքը հենց չարի միտքն է, հեսա հաջորդ խոսքի մեջ մենք կտեսնենք, հետարքիր է, չէ՞ որ հենց Տեր Հիսուսի աշակերտներից մեկն էր ասում դա։ Ու մտածում եմ, որ հիմա այկվա եկեղեցում էլ այդպիսի մտածող մարդիկ կլինեն կամ նաև նրանց շուրջը մարդիկ կլինեն, ովքեր որ այդպիսի միտք են տալիս մարդուն։ Բայց մենք գիտենք, որ մենք պետք է ապրենք մեր կյանքը ու ամեն գործողությունն էլ անենք Աստծո խոսքի համապատասխան, ամեն, ոնց որ Տիրոջ կամքն է։ Տիրոջ խոսքը ասում է, որ ձեր բոլոր 10-րդ տարեք իմ տունը, որպեսզի պաշար լինի։ Ուրեմն մենք պետք է ընդունենք հոժարությամբ եւ ուրախությամբ, որ դա Տիրոջ կամքը եւ այդպես ու այլ մտքեր մենք չունենանք մեր մեջ։ Իհարկե պետք է աղքատներին, եթե կտեսնես մի աղքատի ու հնարավորություն կունենաս, պետք է կերակրես, մի բանով օգտակար լինես կամ մի մերկի կամ հիվանդի այցելես, որտեվ Մատթեոս 25-րդ գլխում Տեր ասեց, որ դա պետք է անել։ Ամեն։ Բայց սրա հետ կապ չունի, դա էլ պետք է անել, նայել չթողնել։ Ամեն։ Փառք Աստծուն, կուզեմ բացենք միասին Հակոբոս 3-րդ գլուխը 14-րդ խոսքից։ Փառք Աստծուն։ Բայց եթե դառը նախանձ եւ հակառակություն ունեք ձեր սրտերումը, մի բարձեցեք ճշմարտության դեմ։ Մի բարձրանաք եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք այս միտքը, որ ճշմարտության դեմ է խոսում, որ ասում են օրինակի համար ինչ եք տանում եկեղեցի, այլ տարեք աղքատներին տվեք կամ ինչ-որ մի ուրիշ բան արեք։ Շատ խորհուրդներ կան։ Դուք ամեն մեկը գիտեք ձեր կյանքերում ով ինչ է խոսել։ Սա սխալ խոսք է ու հակառակ է Աստվածաշնչին։ Ու Տեր ասում է, այս խոսքը, որ խոսում եք, ճշմարտություն չի, ու դուք այս խոսքով մի հակառակվեք ճշմարտության դեմ։ 15-ից կարդանք, ասում այս իմաստությունը վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր եւ դիվական։ Ամեն։ Այս իմաստությունը դա Տիրոջից չի, այլ չարից է այս իմաստությունը։ Ու իսկ չարի նպատակն է, որպեսզի արգելք հանդիսանա, չէ՞, եկեղեցու տարածվելուն, եկեղեցու գործի ընդլայնմանը։ Իսկ մենք պետք է Աստծո խոսքը կարդանք, հասկանանք ու մենք թույլ չտանք չարին իր տված սխալ մտքերով կամ իմաստությունով մեզ փորձի կանգնեցնել կամ եկեղեցու գործը փորձի կանգնեցնել, ամեն։ Դրա համար եկեք Տիրոջը հավատանք իր խոսքով, իր խոսքի համապատասխան գործենք ու նաև համապատասխան արդյունք կլինի մեր կյանքերի մեջ։ Ու մենք գիտենք, որ ամեն մի սերմ ինքը ունի աճելու եւ պտուղ բերելու հատկություն, ամեն։ Փառք Աստծուն։ Կուզեմ այս խոսքը շարունակենք եւ վերջացնենք, միջև վերջ, հետաքրքիր է։ Բայց վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է, եւ հետո խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասեր, անկեղծ։ Այս անկողմնասեր եւ անկեղծ բառը այնքան հետաքրքիր է, որ այսինքն ինքը չի երկար բարակ մտածում, թե ինչ պետք է անի։ Օրինակ, երբ որ մենք Պողոսի հետ կապված մենք կարդում ենք խոսքը, ասում է, երբ որ Տիրոջից ստացա հանձնարարություն, ասում է, ես մարմնի եւ արյանի հետ խորհուրդ չարեցի։ Այլ հասկացա, թե ինչ է Տիրոջ խոսքը ասում եւ գնացի դա անելու։ Ամեն։ Ու անկեղծությունն էլ շատ կարեւոր է, որ մենք անկեղծությամբ, այն որ հոժարությամբ, առանց յետին մտքերի, ամեն։ Ու Աստված էլ Աստծո խոսքը ասում է, որ Աստված անիրավ չի, որ ձեր արածը մոռանա, այլ Աստված էլ կօրհնի ձեզ։ Եվ վերջի խոսքը 18-ը ասում է, եւ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում։ Ամեն։ Այս ամենի արդյունք կա նաեւ եւ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը նաեւ այս հնարավորության համար, որ մենք կարող ենք Տիրոջ գործի մեջ ներդնել կամ ներդրվել, ամեն։ Երկրորդ Կորինթացիս 9-րդ գլխում ասում է շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգևի համար, որտեղ սա մեծ պատիվ է մեր համար, որ մենք կարող ենք ամենակարողին ինչ որ մի ձև ծառայել, ամեն։
տալիս անչափ ավելի ողորմությամբ քո պատում ես ինձ դու գիտես ինձ ու մահուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ամեն օրից սերը ցույց տվել դու ես հովիվային Տերը Առանց քեզ շնորհակալ ես գիտեմ Դու իմ արքան ես ու կյանքն ես Դու իմ դերն ես Իմ Աստված իմ Տեր Առանց քեզ շնորհակալ ես գիտեմ Գիտես ամեն մեկին դու աղոթքի միշտ լսում ես և օգնում ես ինձ Դու դեր գիտես մարդկանց սիրտը շատ դու քնում ես խորհուրդը նրանց նենք ու շատ ու մահուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ամեն օրից սերը ցույց տվել դու ես հովիվային Տերը միշտ հավատարիմ Իմ Աստված իմ Տեր առանց քեզ չկարողանք ես գիտեմ ամեն մեկին դու աղոթքի միշտ լսում ես և օգնում ես ինձ ու ինձ տալիս անչափ ավելի ողորմությամբ քո պատում ես ինձ դու գիտես ինձ ու մահուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ամեն օրից սերը ցույց տվել դու ես հովիվային Տերը միշտ հավատարիմ Իմ Աստված իմ Տեր առանց քեզ շնորհակալ ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ դերն ես Իմ Աստված իմ Տեր առանց քեզ շնորհակալ ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ դերն ես Իմ Աստված իմ Տեր առանց քեզ շնորհակալ ես գիտեմ դու իմ արքան ես ու կյանքն ես դու իմ դերն ես
Հալելույա Տեր, փառավոր Աստված, մենք խոնարհվում ենք քո անունի առաջ եւ ասում ենք քեզ շնորհակալություն, գոհություն, որ դու մեր Աստվածն ես, Տեր իրականում եւ դու ես որ մեզ մանկությունից գիտես եւ քո խոսքը ասում է դեռ դու չծնված ես քեզ գիտեի, որովհետեւ քո մոր որովայնի մեջ ես տեսել եմ քո պատկերը։ Ես եմ որ քեզ ոսկրացրեցի քո մոր որովայնի մեջ եւ ես եմ որ մինչեւ քո ալևորությունը քեզ պիտի կրեմ։ Եվ մենք խոնարհվում ենք քո առաջ, փառավոր Աստված, շնորհակալ ենք, փառավորում ենք քեզ, գոհանում ենք, փառավոր լինես, որ փառավոր ես Հավիտյանս Հավիտենից, հալելույա, ամեն, փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ, Տերը շատ օրհնի ձեզ, նստեք Տիրոջ ներկայության մեջ, երբ որ ասուն իրոք սրտանց ու հոգով ես երկրպագում, զգում ես, չէ, Տիրոջ ներկայությունը, ներսիցդ զգում ես ինչ-որ մի բան, որ ամբողջ հոգով շնորհակալություն և գոհություն ես հայտնում, երախտապարտություն, որովհետև շատերս սենց գիտենք, որ անգամ ասուն չենք ճանաչել, Տերը մեզ ճանաչել է, շատերս գիտենք, որ ինչ նեղություններ ու ինչ մահերից ու ինչ դժոխքներից ենք մենք դուրս եկել ու մտածել ենք, թե բախտներս բերել է, բայց բախտի բան չի, դա ասու բան է։ Ամեն, Աստված է պահում, կերակրում, անգամ դու չգիտես իրեն, Աստված է քեզ ստեղծել, քեզ կերակրում, պահում, բուժում, վերականգնում ու մտածում ես բախտս բերեց։ Չկա տենց բան։ Տերը եթե չուզենա քո բախտը ոչ մի տեղ չի բերելու։ Ամեն։ Դրա համար օրհնյալ լինի Տերը, որ մեզ այսօր հայտնել է իր անձը։ Ես զարմացած եմ, երբ որ առաջի անգամ վայելեցի Տիրոջ ներկայությունը, գիտեք, սեր էր լցվել իմ ներսում, երբ որ դեռ չէի ապաշխարելուցս մի քանի ամիս առաջ, մի սեր էր լցվել իմ սրտում, ու ես մտածում եմ, որ Կարինեի պտուղն է, ես Կարինեի պտուղն եմ, որովհետև իր աղոթքներով, ես չգիտեի, ես սուպեր անհավատ, ամբարիշտ էի, բայց իմ սրտի մեջ սեր էր լցվում։ Ես ամբարշտության մեղքերի մեջ էի, կռիվների և հարբեցողության և տարբեր բաների մեջ էի, բայց ես զգում էի իմ սրտի մեջ սեր է լցվում։ Ես նստում էի, տղաներով մենք նստում էինք, խմում էինք և ես խոսում էի Աստծո խոսք, այն դեպքում, որ ես Աստծո խոսք չգիտեի, բայց Աստծուց էի խոսում, հավատացյալներից էի խոսում, ու սեր էր լցվում իմ սիրտը, դա աղոթքի պատասխան էր։ Ես վերջերս նոր Կարինեն հայտնություն առավ, որ ես իր պտուղն եմ։ Ես 2 օր առաջ ասեց, դու իմ պտուղն ես։ Ասի նոր հայտնություն առար։ Փառք Հիսուսին։ Տերը օրհնի, որ ամեն մեկիդ աղոթքը աշխատի, որ ձեր ամուսինները կամ կանայք լինեն ձեր պտուղը, ապաշխարեն։ Աստծո հոգիներ կպնում էր ինձ, և ես չգիտեի, ինչու ես սիրով լցված, շատերը հարցնում են, ասում են հոգևոր ես, հավատացյալ ես, Պավել, ասում եմ չէ, բա ինչ ես խոսում, դու հասկանում ես ինչ ես խոսում։ Երբ որ հայրս իր ընկերներով մեծ սեղան էր գցած, նստած նորից խմում էինք, ես սկսեցի Աստծո խոսք խոսել, և այդ մարդիկ այն ժամանակ մեծամեծերն էին մեր մարզի, տնօրեններ էին, պահեստապետերը կոմունիստի ժամանակ մեծամեծ էին համարվում, որովհետև ամբողջ պահեստը իրանց ձեռն էր։ Այսպիսի մարդիկ էին և նստած էին, խոսում էինք ու ես սկսեցի անկախ ինձանից, սկսեցի Աստծո խոսք խոսել ու շունչս կտրվում է։ Այնպես եմ խոսում, շունչ եմ քաշում, նորից խոսում եմ, այդ ես չէի։ Աստծո խոսք ապաշխարությունից էի խոսում և մեկը հարց տվեց, մեկը, որը շատ հարուստ էր, ասեց, իսկ ով գիտի ինտեղ կյանք կա, թե չէ։ Ու ես չգիտեի, ես հլա նոր առաջի քայլերն էի անում, մեկ էլ միտք եկավ, ասա, որ Հիսուսը գիտի։ Այդ մարդ հարցրեց, ասեց, ով ա եղել դժոխքում, կամ ով ա եղել դրախտում, որ հաստատ դու խոսում ես տենց։ Ու ես չգիտեի ով ա եղել։ Ու ներսից հոգին ասեց Հիսուսը։ Ասի Հիսուսն ա եղել։ Եվ երկնքում, և դժոխքում 3 օր մնաց, չէ, խաչից հետո։ Զարմացած նոր
գիտես, այդ ժամանակ տեսա հայրս լացում է արցունքներով, գնաց սեղանից կողքից, գնաց առանձին մի անկյուն միտեղ, ես զգացի գնացի ու ասում եմ ինչ ա եղել, խես լացում, այ հայր, ասում եմ հեչ, ոչ մի բան, իրանք մտածում են, որ ինձ արդեն տարել է, ժողովրդական լեզվով կտացրել է, բայց Սուրբ Հոգին էր, վերցրել էր, խոսում էր ու ես շատ ուրախ էի, շատ ուրախ էի, ոնց ասեմ, ու ես հենց այդտեղ ես ճանաչեցի, որ Տերը կենդանի է, որ Տերը Տիրոջ Հոգին վերցրել էր ինձ և օգտագործում էր։ Ավետարանացի այդ մարդկանց ոչ ոք չհավատաց, բոլորը համարյա թե մահացան, կար ժամանակ հետո բոլորը մահացան, բայց դա մի հատ նենց խումբ էր, որ ամբողջ օրը քեֆ ուրախությունների մեջ էին, ամեն օր, 91 թվականից, երբ որ երկիրը սկսեց խառնվել իրար, երբ որ երկրում հաց չկար, իրանց մոտ ամեն օր քեֆ ուրախություն էր, դհոլ, զուռնա, ճաշկերույթ և այլ, մահացան խոսքից հետո, երբ որ խոսքը եկավ իրանց կյանք և մերժվեց, նրանց դհոլ զուռնանել դադարեց, կյանքնել, այդ հացկերույթներն էլ, և ամեն բան ունայն էր, բայց ես շարունակեցի ապրել, արդեն 26 տարի է ոնց ապաշխարել եմ, շարունակեցի ապրել ու տեսնել Տիրոջ փառքը ու մինչև այսօր ծառայում եմ Տիրոջը ու կծառայեմ մինչև այն օրը, ինչքան որ Տերը կկամենա, ամեն, փառք Հիսուսին, օրհնյալ լինի Տերը, եկեք ծափարենք Տիրոջը։ Չգիտեմ, չէի նախատես այս մասին խոսելու, բայց գիտես, մի ընկերական շրջապատ էր, մի ընկերական կյանք էր, որ այդ ժամանակներում շատերը երանելի կտային իրենց ապրածին, իրենց վարած մեքենաներին, իրենց ապրած տներին, բայց անցավ, ամեն ինչ անցավ, գիտես ինչի անցավ, որովհետև կատարվում է Աստծո խոսքը, գրված է, և աշխարհքը անցնում է, և այն ինչ, որ աշխարհքում է, անցնում է, բայց Աստծո խոսքին հավատացողները մնում են հավիտյան։ Գիտես, զգացել եմ, դուք էլ շատերդ գիտեք, մարդկանց մեջ տպավորություն կա, որ իրենք անմահ են։ Կա տենց բան, թե չէ։ Տպավորություն կա, որ այս ժամանակը կանգնած է։ Ժամանակը առաջ չի գնում։ Բայց նայում ես քեզ հայելու մեջ կամ քո նկարները առաջվա, տեսնում ես ժամանակը շատ արագ էլ առաջ է գնում։ Կյանքը հեշտ կանգնած չի, ժամանակը կանգնած չի։ Շատ արագ է անցնում, ամեն ինչ։ Այս րոպեն, այս ժամը էլ հետ չի գալու։ Սա մնաց պատմության մեջ։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ Աստծո խոսքը պարզ բացատրում է, աշխարհքը անցնում է, նրա ցանկություններն էլ, բայց Տիրոջ կամքը կատարողները մնում են հավիտյան։ Ուզում ես ապրես հավիտյան։ Ուրեմն պետք է հավատաս Տիրոջ խոսքին։ Այսօր Կարնեի հետ ենք խոսում կամ երեկոյան, ասում եմ հափշտակություն է տեղի ունենալու, հայտնվում ենք երկնքում, ինքը ասում է, ասում է երկնքում մենք էլ ամուսիններ չենք լինելու, քույր եղբայրներ ենք լինելու, Աստծո խոսքն է ասում։ Ասում եմ, դու ենքան շատ ես ինձ սիրում, հնարավոր չի դու չգաս իմ տունը, մի հատ սուրճ խմենք իրար հետ, չէ՞։ Մտածում ես, լավ, ստեղ իրար հետ, ամուսին, կին, ընտանիք, տուն, տեղ, ընդեղ քույր եղբայր։ Եվ գիտես, հետաքրքիր բան հիշեցի այսօր, որ մի տեսիլք եմ տեսես վերջերս, երկնքում, ես չգիտեմ երկնքում էր, թե դա հազարամյա թագավորության ժամանակ էր, բայց ես գիտեմ, որ կանգնած է մի տան մոտ, որի դեմը մեծ ցորենի արտեր էր, ոսկեգույն, դիմացը գեղեցիկ գետ էր, հոսում, ու ես կանգնած նայում էի այդ տանը, ու մեկը ինձ բացատրում էր, որ դա իմ տունն է։ Թե հիմա հազարամյա թագավորությունն է, թե երկինքն է, չեմ հիշում, չգիտեմ, բայց հետո ինձ ասեց, ուզում ես Աբրահամի տունը ցույց տամ, հայր Աբրահամի տունը։ Ասում եմ, հա, ուզում եմ,
թեքվեց մի քիչ հետ, ասեց այն էլ Աբրահամի տունն է։ Այսինքն մենք տուն, տեղ, ամեն ինչ ունենք այնտեղ Հավիտյանս Հավիտենից։ Դրա համար ասի, բայց կգաս, չէ՞ իմ տունը սուրճ խմենք, էլի քուր ու եղբայր։ Փառք Աստծուն, իրար կհարգենք, կսիրենք, ավելի սիրով կլնենք, ամեն մտածում է, գա թե չէ։ Բայց գիտեմ, որ հաստատ գալու է։ Մեր մտածելակերպը, ֆանտազիան, չէ՞։ Դե Հիսուսը ասաց, որ երկնքում կին, ամուսին չի լինելու։ Այնտեղ բոլորը հրեշտակների պես լինելու են քույր եղբայրների պես։ Փառք Աստծո։ Եվ ես չգիտեմ, երկնքում արդեն Տերը մեկ ուրիշ կյանք, մեկ ուրիշ աշխարհ կառուցե եւ ասում է երանի ձեզ։ Դրա համար երանելի ենք մենք, եթե կժառանգենք երկինքը։ Եթե հավատաս մինչև վերջ, ես գիտեմ, որ այստեղից անհամեմատ ավելի լավ է լինելու երկինքը։ Եվ երկնքում դու չես ծերանալու, գնալու ավելի գեղեցկանալու ես։ Էլ չես տխրելու քո կնճիռների համար։ Էլ չես մտածելու ինչ անեմ, ոնց անեմ, որ մի քիչ երիտասարդ երևամ։ Մազերը չես ներկելու։ Ամեն։ Մտածում եմ նիհար ես լինելու։ Դա հետաքրքիր է, որովհետև շատ վկայություններ եմ լսել, որ երկնքում այս երկրի եղած տեսքից շատ անհամեմատ գեղեցիկ են մարդիկ լինում։ Եվ չեն ծերանում, եւ Հավիտյանս Հավիտենից։ Եվ խոսքը ասում է ինչպես այս հողեղեն մարմինները հագանք, Տերը մեզ հագցրել է այս հողեղեն մարմինները, բոլորս գիտենք, որ այս մարմինը հողու փոշուց է, չէ՞ ստեղծված։ Այնպես էլ հագնելու ենք հրեղեն երկնային մարմինները, այստեղից մեր հոգին Տերը տեղափոխելու է երկնային մարմնի մեջ, եթե արժանք գտնվենք փրկվելու։ Ու մենք արժան ենք Հիսուս Քրիստոսով, եթե հավատքը պահենք մինչև վերջ։ Ամեն։ Քրիստոսի շնորհքով ենք փրկված, ոչ թե մեր գործերով։ Հավատքի ձեռքով։ Օրհնյալ լինի Տերը, սա մի քիչ երազանքների գիրքը, գնացինք, բայց սա իրական է։ Ես հավատում եմ, որ այս օրը գալու է, ամեն, եւ ոչ թե միայն Կարինեն է գալու իմ տուն սուրճ խմելու, ես հավատում եմ դուք էլ եք գալու, ես էլ ձեր տներն եմ գալու, Փառք Աստծուն, ստեղ նոր տարուց նոր տարի ենք մեկ-մեկ հանդիպում, բայց այնտեղ միշտ Աստծո հետ միասին իրար հետ կլինենք։ Դրա համար ջանք արա, մտածի, որ հավատքդ պահես։ Սա իրական է, սա հեքիաթ չի։ Տերը օրհնի բոլորիդ եւ իրականում խոսքը ուզում եմ սկսեմ, վերնագրել եմ այսպես, ինչ իրավիճակում ես գտնվում։ Երկնքից ենք խոսում։ Բայց հիմա երկրի վրա մենք պետք է մտածենք, թե մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, մեր հոգիները ինչ իրավիճակի մեջ են։ Որովհետև երկինք մտնելու համար Տերը կոնկրետ բաներ է խոսում, կոնկրետ սահմանումներ է տալի։ Ես այսօր մտածում եմ, որ շատ հայտնություններ կստանաս եւ քո անձը կուղես, կարթնանաս։ Քեզ թափ կտաս, որպեսի ոտքի կանգնես, որ խապնված քրիստոնյա չլինես։ Շատերը խապնվել են։ Աստծո դրած ստանդարտներից դուրս են։ Ու կգա օրը, կլսեմ բառեր ծույլ եւ չար ծառա։ Դուրս անեք դրան դրսի խավարը։ Անպիտան, անմիտ ծառա։ Դրա համար սիրելիներ ջան, այսօր մենք պետք է մտածենք, որ մենք չլինենք անպիտան, անմիտ մարդիկ։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք Քրիստոսի համար։ Քրիստոսը մեռավ մեզ համար, ամեն, որ ամեն ապրող, հավատացող, ջրով մկրտված, այդ ջրի մկրտությունը հենց այնպես չէր։ Դու մահացար աշխարհի համար, խորհուրդը, որ սուզվեցիր ջրի տակ, եւ դուրս եկար, եւ դու հարություն առար Քրիստոսի համար։ Եվ հիմա այլևս ոչ թե դու, այլ Քրիստոսը պիտի ապրի քո մեջ։ Եվ որպեսզի դու ժառանգես երկինքը։ Ամեն, փառք Հիսուսին։ Իմ հովիվ Արտուր Սիմոնյանը մի լավ աֆորիզմ էր գրել, որ կյանքը, օրինակ հարց, ինչ է կյանքը։ Եվ իր աֆորիզմում պատասխանել է կյանքը դա ծանոթություն է Աստծո հետ եւ վերադարձ կորած Եդեմ։ Ամեն։ Այս կյանքը նրա համար է, որ մենք ծանոթանանք մեր Աստծո հետ։ Եթե դեռ ծանոթ չես,
Եթե դեռ չես զգացել, ես սկզբից այդ էի պատմում, ոնց եղավ, որ ես ծանոթացա։ Իմ մեջ սկզբից հենց սերը լցվեց, ես սկսեցի ծառայել, խոսել, եւ նրանից հետո խնդրեցի նշան եւ Աստված ինձ նշան տվեց, եկավ ու ինձ հանդիպեց։ Եվ իմ հոգին դուրս անեց իմ մարմնից, հետո դրեց իմ մարմնի մեջ իմ հոգին, փառք Աստծո, ես այդպես հասկացա, որ Տերը կենթանի է եւ 28 տարեկան էի, զարմացա, ասի Տեր 28 տարի ապրել եմ, շատ նեղություն, չարիք, մահերով անցել եմ, ինձ մի քանի անգամ ուզել են սպանել, մի քանի անգամ եւ բանակում, ես ծառայել եմ բանակում, ներքին, внутренний войска, այսինքն ռուսերեն ես գիտեմ, ասոբի ապասնի ռեցիդիվիստների մեջ, մարդիկ, որոնք 4 անգամ գոնե սպանություն են արել, և նստած են ամբողջ կյանքը, հենց իրանց մեջ եմ եղել, ինչ էին ուզում սպանեն դեղերի համար, դեղերը իմ ձեռքում էր, նարկոտիկներ, և ես երիտասարդ էի, 18-19 տարեկան, հայ տղամարդիկ կային այնտեղ, դա ուրալում էր, տայգայում, հարցրեցին իսկ ձեր սեֆի մեջ գոյություն ունեն սենց դեղեր, անուններ էին, տալի ես չգիտեի, ասեցի հա տեսել էի, բայց երեխա, ասեցին կարող ենք ստաս մեզ, ասեցի չէ, չեմ կարող, որովհետև հաշվարկած է դա, իսկ կարող ենք մենք բացենք, տեղը ջուր լսնենք, փակենք, մենք կարող ենք անենք այդպես բաներ, միջինը հանենք, ասի չէ դա էլ չենք կարող, հետո տեսա մի 2 անգամ գիշերով եկել են, որ ինձ խփեն ու տանեն։ Ես հավատացյալ չէի, բայց հոգու մեջ ես զգացի դա եւ դռները չբացեցի եւ իմացա ովքեր են։ Եվ իրանց հարցերը հետո լուծեցինք, ճիշտ ասած, ու տես բաներ եղել է, որ կոնկրետ գան, խփեն, սպանեն, բայց Տերը պահել է, մի շատ բաների միջից Տերը պահել է։ Ու հետո հասկացա, որ Տերը անգամ ես իրանց տիրոջը չեմ ճանաչում, բայց Տերը պահում է։ Ձեզանից շատերը տիրոջը չեք ճանաչել, բայց Տերը ձեզ մահերից պահել է, որ դուք այսօր նստած լինեք այստեղ եւ լսեք տիրոջ խոսքը։ Ամեն, փառք Հիսուսին։ Եվ իրականում այս աշխարհը, այս կյանքը, որ մեզ Տերը ստեղծում է այս կյանքում, այս աշխարհում, նպատակը սա է, որ դու ծանոթանաս քո Տիրոջ հետ, քո Աստծո հետ, հավատաս իրեն, ապրես իր կամքով եւ վերադառնաս կորած Եդեմ, այն Եդեմը, որ կորավ, հիշում եք Ադամի եւ Եվայի ժամանակ։ Աստված ուզում է, որ այդ Եդեմը մեզ վերադարձնի հավիտյանս հավիտենից։ Դրա համար քեզ պետք է ճանաչես քո Տիրոջը, անձնական շփումներ, վերապրումներ, Աստծո հետ եւ վերադառնաս ճիշտ ժամանակին քո տեղը։ Որովհետեւ Հակոբոսը գրում է, որ ձեր կյանքը գոլորշի է։ Գոլորշու պես է ձեր կյանքը։ Մի քիչ ժամանակ երևում եք, նրանից հետո աներևույթ եք դառնում։ Ինչքան հարազատներ ունենք, չէ, որ երևում էին մեր կյանքում, օրինակ իմ կյանքում շատ սիրելիներ ունեի, որ երևում էին իմ մանուկ հասակում, հիմա այս տարիքում չկան, չեն երևում, անհետացան, գոլորշու պես։ Հակոբոսը հենց այդ ասում, ձեր կյանքը մի գոլորշի է, մի քիչ ժամանակ երևում եք և անհետանում։ Եվ Պողոսն էլ գրում է, և աշխարհն է անցնում, և ամեն բան աշխարհում անցնում է, բայց Տիրոջ հավատացողը, Տիրոջ կամքը կատարողը մնում է հավիտյան։ Ամեն։ Դրա համար արժի մեր ամբողջ սիրտը, միտքը դնենք այս աշխարհի վրա։ Ես տեսնում եմ այս աշխարհում մարդիկ իրենց կյանքը կառուցում են այնպես, կարծես թե հավիտյան պիտի այստեղ մնան, բայց քիչ ես մնալու, գոլորշու պես անհետանալու ես։ Դրա համար շատ կարևոր է, որ դու պատկերացնես սա, հասկանաս սա եւ ապրես Քրիստոսի համար։ Ամեն։ Ուրեմն սկսենք Աստծո խոսքով Ղուկաս 17-րդ գլխից։ Ես հավատում եմ, որ Աստծո խոսքը մեզ շատ բաներ կբացատրի եւ մենք կհասկանանք։ Շատ բաներ կհասկանանք։ Հալելույա։ Թեև հիմա ես մտածում եմ շատերդ ինչ որ հայտություններ ստացաք։ Որովհետև ամեն մարդու մեջ տպավորություն կա, որ ինքը չի մահանալու
իր կյանքը, իր ժամանակը կանգնած է, բայց դու խափնված ես, եթե այդպես ես մտածում։ Ժամանակը շատ արագ է անցնում, նայ 2 տարի առաջվա քո նկարները եւ հիմա փոխվում ես, մեծանում ես։ Եվ կյանքը սա չի։ Սա ինչ որ ժամանակ է, որ դու կամ ընդունես հավիտենական կյանք, կամ գնաս դժոխք հավիտենական։ Որոշումը արդեն քոնն է, Աստված ազատ ընտրություն է թողել։ Ուրեմն Ղուկաս 17-րդ գլուխ 26 խոսքից եմ կարդում։ Եվ ինչպես եղավ Նոյի օրերում, այնպես կլինի մարդու որդու օրերում։ Ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապան։ Եվ ջրհեղեղը եկավ եւ ամենքին կորցրեց։ Հիմա ուզում եմ կարդամ Նոյի օրերում ինչ եղավ, ինչի ջրհեղեղ եղավ, Ծննդոց 6-րդ գլխում 5-րդ խոսքից, տեսեք, եւ Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, եւ նրանց սրտերի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Այսօր այդպես չի։ Աստված տեսավ, որ մարդիկ չար են եւ իրանց սրտի, մտքի գաղափարները ամբողջությամբ չար են։ Գիտես, մարդկանց հետ եմ հանդիպում, որ ասում են, ինչի է այս աշխարհը այսքան չար։ Միգուցե հավատացյալներս այդքան չենք հասկանում, բայց աշխարհի ժողովուրդը, օրինակ ես մարդիկ ունեմ, որ շփվում եմ, ասում եմ, Պավել ասում է, ժողովուրդը մի այլ կարգի չարացել է։ Եվ մենք նայում ենք ինտերնետով, կոմենտներով, թե կին, թե տղամարդ կանայք ավելի են չարացել։ Թե հայոյանքներ, թե անեծքներ, թե չարություններ, ես նայում եմ, ինչ է կատարվում։ Հիմա մեր ժամանակներում այսօր։ Ուրիշ երկրների մասին չխոսենք, մեր երկրից մենակ։ Ինչեր է կատարվում։ Ասում է, եւ Եհովան տեսավ, որ մարդիկ չարացել են, խորհուրդները միայն չար են ամեն օր։ Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վրա մարդ ստեղծեց եւ իր սրտի մեջ տրտմեց։ Պատկերացնում եք ամենակարողը տրտմեց, որ ստեղծել է մարդուն։ Եվ Եհովան ասեց. երկրի երեսից ջնջեմ մարդ, որ ստեղծեցի, մարդից մինչև անասուն, մինչև սողուն եւ մինչև երկնքի թռչունները, որովհետեւ զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ։ Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհ գտավ։ Տեսեք, հետաքրքիր է, մարդը մեղքի մեջ է, մարդու մեղքի պատճառով անիծվում է երկիրը, թռչունները, ձկները, սողունները, կենդանիները անիծվում են մարդու պատճառով։ Եվ Եհովան զղջաց ասեց վերացնեմ, ջնջեմ, զղջում եմ մարդու պատճառով։ Բայց մի մարդ գտավ, բայց Նոյը Եհովայի աչքին շնորհ գտավ։ Մի արդար մարդ, որը Եհովան տեսավ, որ մի հատ կա գոնե։ Եվ այս մեկին որոշեց պահել։ Եվ Նոյին, եթե կարդանք այս գլուխը, Նոյին խոսում է Նոյի հետ, ասում է Նոյ, պետքա տապան կառուցես, այսպես կառուցես, որովհետև այս երկիրը վերացնելու եմ եւ մենակ քեզ եմ պահելու քո ընտանիքի հետ։ Եվ տեսնում ենք, որ այդպես էլ եղավ։ Եվ երբ որ Նոյի հետ խոսեց, Նոյը երեխաներ ունեցավ, Նոյը 500 տարեկան էր։ Երբ որ Նոյը մտավ տապան, Նոյը 601 տարեկան էր։ Այսինքն 100 տարի Նոյը տապան էր կառուցում։ Մարդիկ տեսնում էին, որ Նոյը ցամաքի վրա տապան է կառուցում։ Միգուցե ծիծաղում էին, միգուցե ձեռ էին առնում, մեր բառերով ասած, ծաղրում էին։ Այ Նոյ ջան, ես ինչ ես կառուցում, երազ ես տեսե։ Նոյը գրված է Պետրոս առաքյալի թղթերում, որ արդարության քարոզիչ էր։ 100 տարի արդարություն էր քարոզում, բայց 100 տարի հետո մի հոգի չփրկվեց, որ ապաշխարեր։ Բոլորի համար Նոյը ինչ-որ ծիծաղելի, ինչ-որ մեկն էր։ Բայց եկավ մի օր, որ ջրհեղեղը վերցրեց Նոյի տապանը, բայց եւ բոլորը մահացան։ Ամեն։ Հիմա ով ծիծաղելու տեղ մնաց, Նոյը թե մնացածը։ Իրենց ընտանիքներով, իրենց գեղեցկությունով, իրենց հարստությունով, իրենց երիտասարդությունով մահը բռնեց եւ վերացրեց։ Եվ նույն բաները տեսնում ենք այսօր։ Խոսում ենք մարդկանց, ծիծաղում են։
մեր վրա, ձեռ են առնում, գիտեն մեզ տարել է, սրանք հավատացյալ են։ Ես հիշեցի իմ ընկերոջը տարիներ առաջ Մոսկվայում էի, երբ որ դասանորդ էի տալի, իմ ընկերներս, լավ ընկերներ ունեի, հիմա չկան։ Հենց այդ ամենալավ ընկերս ասեց դու, ասեց ընկեր դասանորդ ես տալի, դարել ես հավատացյալ, արդեն 2 տարի էր այդ ժամանակ։ Ասեցի հա, ասեց բա ով է քո ուղեղը լվաց է։ Ասեցի ոչ մեկ։ Ասում է կարող է քեզ սրսկել են, դեղ են տվել ուղեղիդ հետ, որովհետև ես լրիվ փոխվել էի։ Իմ միտքս լրիվ փոխվել էր, նորոգվում էր։ Ասում է դու առաջվանը չես, մենք շփվում ենք, դու տարօրինակ ես։ Ես դառել եմ երեխու պես։ Դրա համար մտածում էր դեղ եմ տվել ինչ-որ բան, ասում եմ չէ, ոչ մի բան, ես եմ որոշել, Աստված ինձ կպել, Աստված ինձ հայտնվել, այս հավատում եմ ասում, ոչ ոք չի կարա ինձ համոզի, որ Աստված չկա։ Եվ այդ ժամանակ նոր մեքենա էի գնել Մոսկվայում, Տերը օրհնել էր նոր, հենց խանութից հանել էինք, ասեց պատկերացրու, եթե դու տասանորդ չտայիր, ավելի լավը կառնեիր։ Ասեցի տնաշ են, ամբողջ կյանքներդ աշխատում եք, ձեզ հնարավորություն չունեք նոր մեքենա գնելու։ Ընդամենը մի տարվա մեջ Տերը ինձ օրհնել է, հենց տասանորդ տալով ես առել եմ նոր մեքենա։ Ամեն, փառք Հիսուսի։ Այսինքն ասի, եթե ես չտայի, եսի չէի կարողանա առնել։ Աստծո արքայության մեջ գերբնական է, հասկանում եք, այս աշխարհը չի կարող հասկանալ։ Պիտի տաս, որ ունենաս։ Պիտի մեռնես, որ ապրես։ Եթե չմեռնես, չես ապրի։ Ցորենի հատը ասում է, եթե ընկնի հողի մեջ եւ չմեռնի, պտուղ չի տա։ Աստծո արքայությունը այդպես է, սիրելիներ։ Այսինքն ինչքան այս աշխարհի իմաստությամբ լինես, դու առաջ չես գնա։ Բայց եթե Աստծուն վստահես եւ հնազանդվես, դու առաջ կգնաս։ Ամեն, փառք Հիսուսին։ Շարունակում եմ խոսքը Ղուկաս ավետարանից, տեսնենք Ղովտի մասին ինչա գրում։ Ղուկաս 17:28-ում նմանապես ինչպես Ղովտի օրերում եղավ, ուտում էին եւ խմում էին, առնում էին եւ ծախում էին, տնկում էին եւ շինում էին, եւ այն օրը, որ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, գրակ եւ ծծում տեղած երկնքից եւ ամենքին կորցրեց։ Նույն կերպով էլ կլինի այն օրում, որ մարդի որդին կգա։ Այսինքն մեր Տեր Հիսուսը կգա։ Ուրեմն Ղովտի օրերում էլ նայում ենք մարդիկ գործ էին անում, բիզնես էին անում, փող էին աշխատում, հարստանում էին, ամուսնանում էին, սիրվում էին եւ հանկարծ կրակը տեղած երկրի վրա, Սոդոմի եւ Գոմորի վրա։ Ղովտը նույնպես սիրտը նեղվում էր, Աստվածաշունչը ասում է, սիրտը նեղվում էր Սոդոմի եւ Գոմորի մեղքերից, արդար Ղովտը, եւ դրա համար ռեշտակները եկան Ղովտին փրկելու։ Ռեշտակները եկել են Ղովտի տանը հյուր, եւ այդ Սոդոմացիները այնքան պղծված էին, նոր մարդ էին, տեսե, եւ Ղովտից պահանջում են, որ դուրս բեր այդ մարդկանց, որ մենք գիտնանք նրանց։ Ղովտը ասեց, նրանք իմ հյուրերն են, խնդրում եմ, իմ աղջիկերքին ես ձեզ կտամ, որոնք տղամարդ չգիտեն, բայց այդ մարդկանց խնդրում եմ հանգիստ թողեք։ Պատկերացրեք ինչ զոհ է անում Ղովտը։ Ասում է, հրեշտակները լսեցին, Ղովտին ներս բերեցին եւ այդ ժողովրդին կուրությամբ խփեցին։ Եվ այդ ժողովուրդը կուրացավ Սոդոմի։ Ղովտը իր աղջիկերքին ուզող փեսաներին ավետարանում էր, որ տղեկ ջան, առավոտ վառվելու է այս քաղաքները, Սոդոմ, Գոմորը, եկեք շուտ դուրս գանք։ Գրված է եւ ասում է իր փեսաների համար Ղովտը ոնց որ անեկդոտ պատմող լիներ, ծիծաղում էին։ Այսօր մեր օրերում ոնց է։ Հենց մեկի հետ խոսում ես, ծիծաղում են։ Գիտեն դու գժվել ես, քեզ խաբել են, ու գիտեք սատանան ինչ է օգտագործում։ Ասում է դու էլ եք տասանորդ տալի։ Ժողովրդի միտքը բռնել է փողով, որովհետև գիտի մամոնան այս աշխարհի Աստվածն է եւ բոլորի սիրտը բռնել է։ Ներսից բռնել է։ Ոնց դու շատ ունես, ոնց կլինի տենց։ Բայց եթե ազատագրվես, Աստծո խոսքին հնազանդվելով, դու եւ կփրկվես եւ կօրհնվես։
Եվ մենք տեսնում ենք պատմությունը, որ առավոտ շուտ Ղովտն էլ էր մի քիչ ուշանում, հրեշտակները վերցրեցին Ղովտի ձեռքից, կնոջ եւ աղջկերքի ձեռքից եւ դուրս հանեցին քաղաքից։ Եվ ասում է՝ «Ետ չնայեք»։ Եվ քաղաքի վրա ծածում եւ կրակ տեղաց եւ քաղաքը այրվեց։ Բայց Ղովտի կինը ցավոք սրտի դարձավ աղի արձան եւ մահացավ։ Խորհուրդը ո՞րն է։ Ղովտի կնոջ սիրտը շատ կապված էր Սոդոմի հետ։ Նա սիրում էր Սոդոմը։ Նա ուզում էր տեսնել Սոդոմը եւ հետ դարձավ, բայց հրեշտակը ասել էր չնայես, հետ չդառնաս։ Սրա խորհուրդը նաեւ այն է, երբ որ քեզ Աստված աշխարհից դուրս է հանում, աշխարհը մի սիրի, սրտով մի կպի աշխարհին, հետ մի նայ աշխարհին։ Մեր մոստերը արդեն վառված է։ Գիտես, ես մի օր դուրս եկա աշխարհից ու այլևս հետ չնայեցի։ Գայթակղություններ կան, լավ ապրելու եւ այլ եւ այլ եւ այլ, բայց ես գիտեմ, որ հետադարձ չունեմ էլ աշխարհ։ Վառել եմ իմ հետադարձ բոլոր ճանապարհները։ Ղովտի կինը չէր վառել։ Դրա համար հետ նայեց եւ մահացավ, դարձավ աղի արձան։ Քիչ հետո տեսնում ենք պատմությունից, որ Ղովտը իր աղջիկների հետ պղծվեց։ Որովհետև Աստված ասեց փախի իրեն հեռու տեղը, չէ, Ղովտը ընտրեց մոտիկ հեշտ տեղերը։ Իսկ աղջկերքի մտքի միջից դուրս չէր եկել Սոդոմը, այսինքն իր աղջկերքի մտքերը չէր նորոգվել։ Նրանք թեև Սոդոմից դուրս էին եկել, բայց Սոդոմը մնացել էր նրանց մտքի մեջ։ Դրա համար նրանց չնորոգված միտքը նրանց տարավ պղծության։ Այն ցեստ կատարվեց, միջազգային բառը, որը կոչվում է արյունակից հարազատների հետ սեռական հարաբերություններ։ Եվ հիմա աշխարհում լավ տարածված է դա։ Նույնը կատարվեց Ղովտի եւ իր աղջկերքի հետ։ Ծնվեցին երկու ազգ, որին Աստված ատեց։ Կռապաշտ ազգ, որը նաեւ թշնամի էր Իսրայելի համար։ Մովաբացիները եւ ամորացիները։ Փառք մեր Աստծուն։ Եվ սա ինչի համար, որ իրականում մարդկանց մտքերը չար են, պիղծ են եւ նույն բանը մենք տեսնում ենք, նույն բանը այսօր կատարվում է։ Ամեն։ Ուրեմն Ղուկաս 12 գլուխ 54 խոսքը, շատ հետաքրքիր համար է։ Ղուկաս 12 54 Եվ ժողովուրդներին էլ ասեց, բայց տեսնում եք արևմուտքից ամպ դուրս է գալիս, շուտով ասում եք անձրև կգա, եւ այնպես էլ լինում է։ Եվ հարավային քամին փչելիս ասում եք, թե շոկ կլինի, եւ այնպես էլ լինում է։ Մենք բոլորս էլ գիտենք, չէ՞, որ նայում ենք արևմուտք, են կողմ, տեսնում ենք ամպեր, ասում ենք հեսա անձրև է գալու։ Մինչև երեկո անձրև է գալի։ Մեկ էլ տեսնում ենք այս կողմից, հարավից, քամի է փչում, ասում ենք տաք է լինելու, եւ տաք է լինելու, ու տաք է լինում։ Հիսուսը այդ ասում։ Ասում նայում եք արևմուտքին ամպ եք տեսնում, ասում եք սենց լինում է, հարավից ասում եք քամի է փչում, տաք է լինելու, այդպես էլ լինում է։ 56-ը կարդում եմ, կեղծավորներ, երկրի եւ երկնքի երեսը գիտեք փորձել, բայց ինչպես չեք այս ժամանակները փորձում։ Լավ, եղանակները, բան, ամեն ինչը հասկանում եք, գիտեք, անգամ մի շաբաթ շուտ գիտեն ինչա լինելու։ Ասում եմ, բա ոնց ժամանակները, Տեր ասում է, ոնց չեք հասկանում ժամանակները։ Ես ձեզ կարդացի Նոյի ժամանակները, ինչ եղավ, կարդացի Ղովտի ժամանակները, ինչ եղավ, եւ հիմա նայում ենք մեր ժամանակները։ Նույն մեղքերը, շատացած, նույն բաները, եւ ինչ եք կարծում, ինչա լինելու։ Գրված է նույն ձևի լինելու է մարդու որդու գալստյան ժամանակ։ Նայում եմ այսօր ինչքան գայթակղություն կա, հարսանիքներ, քեֆեր, այս ձևի հարսանյական դահլիճներ, չգիտեմ, բիզնեսներ, մեծ բիզնեսներ, ցանում, հնձում, տնկում, արտեր եւ այլ, մարդիկ տրված են ամբողջությամբ այս աշխարհին։ Հիշում եք առակը, երբ որ հրավիրվեցին հարսանիքի, մերժեցին։ Նույն բաները այսօր կատարվում է։ Եվ Տերը ասում է, ժամանակները դու տեսնում եք, ո՞նց չեք հասկանում, որ շուտով ես գալու եմ։
Ես սկզբից խոսեցի երկնքի արքայության մասին։ Որ մենք մեր անձերը պատրաստենք, որովհետև վերնագրել եմ ինչ իրավիճակում ես գտնվում։ Այսինքն քո հոգևոր վիճակը ինչ իրավիճակի մեջ է, որ չլինես խափնված, այն օրը որ Տերը կգա։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 15 խոսքում բանավոր եմ ասում։ Այստեղ գրված է այսպես, որ Հիսուս Քրիստոսը ամեն մեկիս համար մահացավ, ով է հավատում, որ Հիսուսը իր համար է մահացել։ Ձեռքերը, Տերը օրհնի ձեզ։ Գիտեք ինչի է Տերը մեր համար մահացել, որպեսզի սրանից հետո հենց այս համարում գրված է, ամեն մեկս ապրենք այլևս ոչ թե մեր անձերի համար, այլ Քրիստոսի համար։ Այդ ձեռքերը որ բարձրացրեցիք, Տերն էլ տեսավ։ Հիմա դուք պետքա որոշեք ապրեք Քրիստոսի համար, այսինքն ոնց, Քրիստոսի խոսքի համեմատ։ Բայց ես տեսնում եմ շատ հոգևորներ այսօր ինձ գրում են, խոսում են, ինտերնետով նայում են, հովիվ ջան մենք ձեզ նայում ենք, օրհնված ենք, ձեր երաժշտության հետ, փառաբանության հետ երգում ենք, աղոթքների հետ աղոթում ենք, մենք ձեզ հետ ենք։ Հարցեր եմ տալի, իսկ դուք ո՞ր եկեղեցուց եք։ Ոչ մի։ Ոնց ոչ մի։ Հա մենք տանից հետևում ենք ձեզ։ Ու իրանք մտածում են, որ իրենք աստվածապաշտ են։ Իրենք հավատում են։ Բայց Աստծո խոսքը ասում է առանց հավատքի, առանց գործերի հավատքը մեռած է։ Խափնված են սրանք։ Խափնված հոգևորներ։ Մայքը ասում է միշտ աղոթում ենք, բայց ոչ մի եկեղեցում չենք։ Իսկ ինչ եք անում Քրիստոսի համար, ոչ մի բան, միայն աղոթում ենք։ Գիտես Աստվածաշունչը ասում է, եթե քո ականջը փակել ես Աստծո խոսքը լսելուց, քո աղոթքը գարշելի է Տիրոջ առաջին։ Նախ պետք է լսել Աստծո խոսքը, կարդալ։ Երկրորդը պետք է աղոթել, ապրել։ Երրորդը պետք է ինչ-որ մի բան անել մարդկանց փրկության համար։ Ամեն։ Ոչ թե միայն աղոթել։ Հավատում ենք, աղոթում ենք։ Պարտադիր է ասում է գանք եկեղեցի։ Այո, պարտադիր է։ Պարտադիր է, որ ունենաս հովիվ։ Պարտադիր է, որ լինես եկեղեցում եւ պարտադիր է, որ քո գործերը նայես, ինչ ես անում Աստծո համար։ Ոչ թե հույր գաս նստես։ Գիտես, մարդիկ գիտեն, որ միայն հյուր են գալի եկեղեցում եւ գնում։ Հյուրի պես նստում գնում են։ Չգիտեմ, իրանց ասում են աթոռ մաշեցնող, թե աթոռ տաքացնող։ Դևերը այդ մարդկանց ընտանիքում գործում են։ Այդ մարդիկ լցված են վախերով, տագնապներով, հիվանդություններով, անհաջողություններով, թշվառություններով, պատճառը, որովհետև հյուր են, նրանք ընտանիքի անդամ չեն, նրանք չեն միաբանվում Քրիստոսի հետ, հովի հետ, եկեղեցում ինչ-որ բան անելու, ինչ-որ ծառայություն անելու։ Դրա համար է խոսքը գնում է այս մասին, ես խոսեմ մի առակ 25-րդ գլխում, Մատթեոս 25-րդ գլխից առակներ են այստեղ, երկու առակ, ուրեմն 25, քանքարների առակի մասին է և 10 կույսերի առակի մասին, ուզում եմ բանավոր այդ առակի մասին խոսեմ, ասում է մի մարդ հեռու երկիր գնաց և իր ծառաներին կանչեց և մեկին տվեց 5 քանքար, մյուսին 2 քանքար, մյուսին 1 քանքար և ասեց գործի մեջ դրեք, աշխատեք, մինչև որ գամ։ Այս մարդիկ գնացին և գործի մեջ դրեցին, քանքարը ինչ է, քանքարը դա մի պարկ արծաթ է 34 կիլոգրամ, այսինքն մի քանքարը 34 կիլոգրամ արծաթ է պարկի մեջ, մեկին մի պարկ տվեց, մյուսին 2 պարկ տվեց, մյուսին 5 պարկ տվեց, երբ որ հետ է գալիս, հաշվետվություն է պահանջում ծառաներից, սա փոխաբերական իմաստն է եկեղեցու, ամեն մեկիդ ինչ-որ բան Տերը տվել է ձեր չափով, հետ է գալու շուտով Տերը և պահանջելու է ամեն մեկիցս մեր գործունեությունը և մենք պետք է բացատրենք և պատասխանատվություն ունենանք Տիրոջ առաջ, հաշվետվություն տանք։ Եվ ասում է 5 քանքար ունեցող եկավ ասեց Տեր 5-ը օգտագործեցի, 5 էլ շահեցի, Տերը ասում է շատ լավ,
բարի եւ հավատարիմ ծառա, անցի ուրախությունը։ Երկրորդը ասում է Տեր, երկուս տվեցիր, երկուս էլ շահեցի։ Ասում է բարի եւ հավատարիմ ծառա, անցի ուրախությունը։ Երրորդը, որ մեկ քանքար ուներ, ասում է Տեր, գիտեի որ կարդամ այդ մասից 24 խոսքն է 18-ից 24 Իսկ այն մեկը առնողը գնաց գետինը փորեց եւ իր տիրոջ արծաթը թաքցրեց եւ շատ ժամանակից հետո գալիս է այն ծառաների տերը նրանցից հաշիվ առնում եւ այն 5 քանքարը լավ ես ասեցի 23-ից 24-ից է գալիս չէ եւ այս մեկ քանքար առնողն էլ մոտ եկավ եւ ասեց Տեր ես ճանաչում եի քեզ որ դու մի պինդ մարդ ես հնձում ես ուր որ չսերմեցիր, հավաքում ես ուր որ չփռեցիր, վախեցա գնացի թաքցրի քո քանքարը գետնի մեջ, ահա քոնը առ։ Նրա տերն էլ պատասխանեց ասեց նրան, չար եւ ծույլ ծառա։ Տեսեք սրանք այն հավատացյալներն են, որ ոչինչ չեն անում ասու համար։ Նրան տերը ասեց, չար եւ ծույլ ծառա, գիտեիր, որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի, հավաքում եմ ուր որ չփռեցի, ուրեմն պետք էր, որ իմ արծաթը սեղանավորներին տայիր եւ ես կգայի տոկոսով կառնեի իմը։ Արդ առեք դրանից քանքար եւ տվեք 10 քանքար ունեցողին, որովհետեւ ամեն ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա, բայց նա որ չունի նրանից այն ունեցածն էլ վեր կառնվի։ Եվ այն անպիտան ծառային հանեցեք դրսի խավարը, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտել։ Ամեն։ Այսինքն, երբ որ Տերը գա, բոլորս երազում ենք երկինքը ժառանգենք։ Մենք ինչ-որ քննություն պիտի անցնենք։ Մենք հաշվետվություն պիտի տանք։ Թե արել ենք այնպես, ոնց Տերը մեզ առաջարկել է։ Չէ՞ որ մեզ Տերը առաջարկել է ավետարանչություն, մարդկանց այցելել, ավետարանել։ Բայց ինչ ենք անում մենք։ Անում ենք, թե ընկած ենք ամբողջ օրը մեր կյանքով, մեր գործերով, մեր կոմֆորտով, մեր հաճույքներով, մեր քեֆերով կամ մեր դարդերով։ Հենց սա է խնդիրը, որ ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ Տերը գալու է, պահանջելու է քանքարները, ամեն մեկիդ ձեր չափով, ինչ որ տրված է։ Որովհետև մեկը կարող է մի մարդ փրկի, մյուսը կարող է 5 մարդ փրկի, այն մյուսն էլ 2 մարդ։ Բայց այդ մի մարդ փրկող անգամ ջանք չի արի այդ մարդու համար խնամք տանի, որ գա փրկության։ Սա է հարցը։ Մտածեք այս մասին, բոլորս ենք ուզում ժառանգենք, բայց դա ավտոմատ ձևով չի լինում։ Տերը գալու է պահանջի իր առաջարկածի պատասխանները։ Ինչ է մեզ ասել։ Եթե դու մարդու չսիրես, չես կարող ծառայես։ Եթե դու մարդուն չես սիրում, դու ասուն էլ չես սիրում։ Ասուն սիրողը սիրում է նաև մարդուն։ Սիրելներս, ուրեմն հիշեք, եթե քո մեջ կամ մարդկանց միջից, այսպես ասեմ, հանենք սերը, մարդը նմանվելու է կենդանիների։ Պատկերացրու քո կյանքը առանց սիրո, թե ընտանեկան, թե ամուսնական, թե աստվածային, ամեն սերը իր տեղը ունի, ամեն։ Աստծո սերը առաջինն է, ագապե սերը։ Մարդկային սերը, թե կին ամուսին, թե երեխա ծնող, թե հարազատ, քույր եղբայր, այդ սերն էլ է, չէ՞ շատ կարևոր։ Ու դու պատկերացրու, եթե քո մեջ չկա այդ սերը, ով ես դու։ Մարդ հավասարվում է կենդանիներին։ Կենդանիների մեջ սեր չկա, բնազդ է։ Կենդանիների մեջ հոգի չկա, շունչ է։ Բայց մարդը կենդանիներից տարբերվում է հոգով։ Մարդու մեջ հոգի կա։ Մարդը Աստծո նմանության եւ պատկերի պես է։ Դրա համար դու պետք է որոշես սիրել։ Միգուցե կյանքդ այնքան միապաղաղ է, այնքան բարդ է անցնում, որ էմոցիաները անգամ քո մեջ սառել են։ Դրա համար աղոթի, որ քո էմոցիաները սկսի աշխատել։ Մանավանդ որ սիրո մեջ զորանաս։ Մեր Աստված սեր է։ Ամեն։ Եթե սեր ունես, ասու մեջ ես։ Եթե սերը սառել է, ասու մեջ չես։ Ամեն։
Եվ հաջորդ առակը դա 10 կույսերի առակն է։ Ուզում եմ կարդամ։ Այն ժամանակ կնմանվի երկնքի արքայությունը 10 կույսերի։ Երկնքի արքայությունը, այսինքն Տիրոջ գալու ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի 10 կույսերի, որ իրենց լապտերները վեր առնեն եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթը վեր չառան իրենց հետ։ Սակայն իմաստունները իրենց ամաններում ձեթ վեր առան իրենց լապտերների հետ միասին։ Եվ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցին եւ քնեցին։ Գիտես, ես մտածում եմ, հենց հիմա այդ ժամանակներն են, որ ամենքը թմրել են։ Որովհետեւ ես տեսնում եմ, նկատում եմ, զգում եմ, որ իմաստուն կույսերը, այսինքն 10 կույսերը սա հավատացյալների մասին է։ Սա եկեղեցու մասին է։ Եկեղեցու կեսը ոնց որ իմաստուն են, որ ծառայում են Աստծուն եւ փնտրում են Աստծուն եւ Աստծու հետ փոխհարաբերություն ունեն, իսկ այն կեսը հիմար կույսերն են, որոնք Աստծու հետ կապ չունեն, Աստծու խոսքի հետ կապ չունեն, ոչ էլ ինչ որ բան անում են Աստծու համար, բայց հավատացյալ են։ Սա հիմար եւ իմաստուն կույսերի առակի մեկնությունը ոնց որ։ Եվ ասма թմրություն եկավ, այս 10-ը քնեցին։ Հիմա նայում եմ, համ իմաստուններն են քնած, թմրած են, համ հիմարներն են քնած, թմրած։ Եվ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է եւ դուրս եկան նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան իրենց լապտերները պատրաստեցին։ Բայց գալու է մի ժամանակ ըստ առակի, որ արտնությունա լինելու, բոլորը արտնանալու են։ Ամեն եւ հիմար կույսերը եւ իմաստուն կույսերը։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին, բայց հիմարները ասեցին իմաստուններին՝ տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին, ասեցին՝ միգուցե մեզ ու ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ է գնացեք ծախողների մոտ, որ գնեք ձեզ համար։ Տեսեք, յուղը պետք է առնել։ Իմաստունները ասին գնացեք ծախողների մոտ, հիմարներին։ Եվ երբ որ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ եւ պատրաստները նրա հետ հարսանիք մտան, եւ դուռը փակվեց, հափշտակվեցին, գառան հարսանիքին, եւ գրված է երանելի են գառան հարսանիքին մասնակցողները։ Խորհուրդը դա է առակի։ Եվ հետո այն մյուս կույսերը եկան եւ ասեցին՝ Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Ամեն։ Ուրեմն թմրության ժամանակ եւ ընդհանրապես եկեղեցում ես տեսնում եմ մարդիկ, որոնք թմրած են, այցելու են։ Հիմար կույսերի պես ոչ մի բան Աստծո համար չեն անում։ Միայն աղոթում են եւ երգում են։ Վերջ։ Բա գործերը ոչ մի բան։ Դրա համար էլ օծություն չկա այդ կույսերի լապտերներում։ Օծությունը երբ է գալիս, երբ որ ծառայում ես օծյալին։ Իսկ մեր օծյալը առաջերտին դա Քրիստոսն է։ Երբ որ փոխհարաբերություն ունես օծյալի հետ եւ կատարում ես օծյալի ասացները, պատվիրանները։ Երկրորդը օծությունը գալիս է, որ ծառայում ես քո վրա դրված օծվածին, Եղիսեի եւ Եղիայի օրինակով։ Օծություն եկավ, չէ՞, մինչև վերջ Եղիսեն գնաց ու ծառայեց։ Թեև Եղիան ասում էր մնա ստեղ, նեղություն մի քաշի, մնա գաղգաղում, մնա չգիտեմ Բեթելում։ Եղիսեն ասում էր կենթանի է Տերը, մինչև վերջ կգամ։ Եղիան ասեց, դե եթե մինչև վերջ գաս, կրկնակի կստանաս օծություն, եւ այդպես էլ եղավ։ Երրորդ տարբերակը օծյալի ձեռնադրությամբ է գալի օծությունը։ Հիմա այս հիմարները օծություն չունեին, յուղ չունեին, լապտերները չէր վառվում։ Դրա համար էլ մնացին դուրսը։ Գնացին յուղ գնելու, նրանք պետք է զբաղվեին ոչ թե հենց հափշտակության օրը մտածեին յուղի մասին, այլ դրանից առաջ։ Հիմա է ժամանակը, որ դու մտածես յուղի մասին։ Կարդա խոսքը, հնազանդվի խոսքին, ծառայի, օծյալին, ձեռնադրությամբ վերցրու այդ օծությունը։ Գիտես, տարիներ առաջ էր, ես մեկ մտածում եմ, էլի, Տեր, փառք է, շնորհակալ եմ։ Մի քիչ հետո կարդամ, թեև ժամանակը վերջանում է։
Տարիներ առաջ էր Տերը ինձ ասեց պիտի գնաս Մոսկվա սովորելու։ Ասի Տեր, այդքան փող չունեմ այդ ժամանակ։ Ասես մեքենա ունես, վաճառի։ Եվ այդ փողը դիր այդ գործի մեջ, ես քեզ կորտնեմ մեքենաներով։ Ասի Տեր, բայց որ մեքենաս վաճառեմ, բա ինչ եմ։ Ասեց Տիրոջ հետ փոխհարաբերություն կա։ Ինչ պիտի վարեմ։ Ասեց ավելի լավերը կտամ։ Այսօր ես անհամեմատ ավելի լավն եմ վարում ու ոչ թե միայն այսօր։ Արդեն 16 տարի է, որ ես վարում եմ լավ մեքենաներ։ Պատճառը, որովհետև իմ մեքենան զոհաբերեցի։ Տերը ասեց կոմֆորտը զոհաբերի։ Թող քո տունը, գիտես, ես իմ տանը նստած կոմֆորտով առանձին կարն է այդ մենք ապրում ենք։ Երեկոյան մեզ բերում էին փող էին տալիս, օբյեկտ ունեի։ Ավտոտեխ սպասարկման, լրիվ ասեմ, որ հասկանաք։ Ուտել խմելու օբյեկտ չէր։ Երեկոյան բերում փողը տալիս էին։ Մենք ապրում էինք, կոմֆորտ, մեքենա, տուն, տեղ, կին, երեխաներ, ամեն ինչ շատ լավ։ Ու Տերը ասեց թող, այդ ամեն ինչը թող։ Հիմա գնում ես Մոսկվա, պանդուխտ լինես, վարձով տներ, թափառական վիճակ փողոցներում։ Մենք թողեցինք մեր կոմֆորտը, մեր տունը, տեղը, օբյեկտը, մեքենան ու հայտնվեցինք Մոսկվայում 5 տարի։ Վարձով տներ, այս տնից այն տունը, այն տնից այն տունը, մտածում եմ, բայց ինձ պետք է այս տունը իմ համար հանգիստ ապրում է էլի։ Գնացել էի յուղ առնելու ժողովուրդ։ Տիրոջ գործն էի սովորում։ Տիրոջ գործերի մեջ է, խոպան չէի գնացել, փող աշխատելու չէի գնացել։ Գնացել էի Տիրոջ գործերի համար, Տերն էր տարել, եւ Տերը ինձ ասեց իմ գործերի համար դու ինձ պետք է լինես այստեղ։ Եվ Տերը հենց այդ ժամանակ, յուղի ժամանակ, գիտես յուղը իր հետ բերնում է օրհնություն, բերում է ուրախություն, բերում է հարգանք, բերում է երազանքներդ, բերում է պաշտպանություն։ Ամեն։ Եվ դու դառնում ես այդ ձևի մարդ։ Դրա համար որոշեք յուղ առնեք։ Գնացին յուղ առնելու, զոհաբերեցին ինչ-որ բան, որպեսզի առնեն ինչ-որ ուրիշ բան։ Յուղը հենց այնեն չի գալի, պիտի ինչ-որ բան պետքա զոհաբերես։ Քո կոմֆորտը, քո հանգիստը։ Փառք Հիսուսին։ Ինչ-որ բան ստանում ես։ Մարդիկ նստած sense թախտին ուզում են յուղը գա։ Պետքա առնես յուղը։ Ինչ-որ մի բան տաս, որ յուղը գա։ Հիշում եք Եղիսեին, գնաց յուղ առնելու, 12 լուծ եզեր օգտագործում, 12 մեր բարերով ասած տրակտոր ուներ, որ զբաղված էին վարուցանքով։ Մեկը տուկ էր անում, մյուսը չգիտեմ հող էր վարում, մյուսը ցանում էր, մարդը փող էր աշխատում։ Եղիան եկավ ասեց Եղիսե, յուղ ուզում ես։ Այո, արի իմ հետևից։ Թողեց իր կոմֆորտը, գործերը, ամեն ինչը ու գնաց յուղ առնելու։ Ու յուղը եկավ Եղիսեի վրա։ Օծությունը։ Հիմա ուզում եմ մի հատ ցույց տամ հոբի մասին, երևի եւ ստեղ կրճատենք մեր խոսքը դեռ շարունակվում է, չգիտեմ, այստեղ մի քիչ երկար է գնում։ Հոբ 29 գլուխ։ Խորհուրդ կտամ տանը Հոբի 29-րդ գլուխը կարդաք եւ 30-րդ գլուխը։ Կարդացեք, որովհետեւ 29-ում Հոբը բացատրում է, երբ ամենակարողը իմ հետ էր, իմ հետ ինչեր էր կատարվում։ 30 գլխում ասում է ամենակարողը իմ հետ չէ, յուղը չկա, օծությունը եւ ինչ է կատարվում։ Հիմա այդ մասին եմ ուզում կարդամ 29-րդ գլուխ եւ 3-ից 6 խոսքերը։ Երբ որ նրա ճրակը լույս էր տալիս իմ գլխի վրա, նրա լույսով գնում էի խավարում։ Լույս է տալի, լապտերները, իմաստուն կույսերի։ Երբ որ ես իմ աշնան օրերում էի, աշնան օրերը դա 50 տարեկան եւ մի քիչ ենկո, իմ տարիքին։ Ես հիմա իմ աշնան օրերում եմ։ Երբ որ ես իմ աշնան օրերում էի, եւ Աստծո մտերմությունը իմ վրանի վրա էր, տեսեք Աստծո հետ մտերմություն կա, Աստուն ճանաչում է։ Երբ որ ամենակարողը տակավին ինձ հետ էր, եւ իմ տղերքը իմ շուրջն էին, ռուսերենում ասում են իմ երեխաները իմ շուրջն էին։ Երբ որ իմ գնացքը կոքիով էր ծփում, այսինքն իմ կյանքը կոքիով էր ծփում, այսինքն խիտ յուղոտ կաթը կոքիա, չէ՞ կոչվում։
Երբ որ իմ գնացքը կոքիով էր ծփում, եւ ապառայժը մոտիս յուղի աղբյուրներ էր բխում, վեմը, ժայռը Քրիստոսն է։ Հոբը գրում է ժայռը, ապառայժը կողքից յուղի աղբյուրներ էր բխում, օծություն էր իմ վրա գալիս, մեր բառերով ասած։ Ինձ տեսնում էին երիտասարդները եւ թակ էին կենում, եւ ալևորները վեր էին կենում կանգնում։ Իշխանները դեմ էին ընկնում խոսելիս եւ ձեռները դնում էին իրենց բերանին։ Ազնվականների ձայնը կտրվում էր եւ նրանց լեզուն իրանց քիմքին էր կպնում։ Գիտես, երբ որ օծությունը քո վրա է, Աստված քեզ հետ է, անկախ քեզանից սա այսպես էլ կա։ Հարգանք, պատիվ, առատություն, շարունակեմ 12 խոսքից, այս գլուխը ընդհանրապես շատ հետաքրքիր է, որովհետև ես ազատում եմ աղաղակող տնանքին, նաև որփին եւ անօգնականին։ Կորածի օրհնությունները ինձ վրա էր գալիս եւ որփեվայրի սիրտը ուրախացնում էի։ Արդարություն էի հագած եւ հագնում էի։ Այսինքն մարդը, որ օծված է, արդար է, հզոր է, հարգված է։ Թեև սատանայի որդիներից ահավոր անարգված է։ Ամեն։ Սա օծության ժամանակ է, երբ որ օծությունը քո կյանքում շարժվում է, երբ որ ամենակարողի հետ փոխհարաբերություն ունես, դու լինում ես հաջողակ, օրհնված, հարուստ, առողջ մարդ։ Բայց 30 գլխում օծությունը հեռանում է, այս նույն բաների հակապատկերն է Հոբը խոսում։ Ասում է հիմա ինձ ծաղրում են, անարգում են, էս են անում, են անում եւ այլ եւ այլ։ Դրա համար որոշի ամենակարողի հետ լինես, յուղը գնես, յուղ ունենաս, որ նախ փրկվես, հավիտենական կյանք ստանաս։ Երկրորդն էլ էս աշխարհի վրա մեր բառերով ասած մարդավարի ապրես։ Հոբը մարդավարի ապրում էր, երբ որ ամենակարողի հետ էր։ Երբ որ ամենակարողը քո կյանքում չի, կյանքդ լրիվ խառնվում է իրար։ Դրա համար որոշի յուղ ունենաս։ Յուղը գալիս է ծառայելով օծյալին, առաջինը շփվելով Աստծո հետ, Աստծո խոսքի հետ, եւ երրորդը օծյալի ձեռնադրությամբ։ Մտածի այդ մասին։ Եվ Մատթեոս 5-րդ գլուխ 13-ից 16-ը բանավոր ասեմ, այստեղ ասում է դուք երկրի աղն եք եւ լույսն եք։ Եթե աղը անհամանա, ինչով պիտի աղանվի։ Կամ եթե լույսը իր ճրակը չտա, ո՞նց կլինի։ Ես հիշեցի, երեք էլ մեծամորում էի խոսում, մտա միտեղ մի աշխատանքային վայր կոլեկտիվի մեջ, որտեղ մեր քույրն է աշխատում։ Եվ այդ կոլեկտիվի մեջ ես խոսեցի ղեկավարի հետ եւ ավետարանի խոսքով կիսվեցինք եւ ինքը ասեց, գիտես, այս քույրիկը, որ մեր կոլեկտիվում է, ինքը լույս ոնց որ լինի։ Ես իրան ասեցի, ինքը լույս չի, ոնց որ լույս չի, այլ իրականում լույս է ձեր մեջ, որ ձեզ լուսավորի։ Մարդը վկայեց, ասում է, ինքը ոնց որ լույս լինի, եւ մենք լուսավորվել ենք։ Եվ ես տեսա ղեկավարի դեմքից շատ պատկառելի բարի դեմքով մարդը, երբ որ սիրում է ասուն, դեմքն էլ է բարի անում, ուրախանում, փայլում, ասում է, ես լուսավորվել եմ։ Ու գիտեք, Հովի համար ինչ հաճելի է, իմ համար ինչքան հաճելի էր, երբ որ մեր եկեղեցու անդամը ինչ որ տեղ աշխատում է եւ լուսավորվել է տեղ։ Աշխատողների դեմքերը նայում են պայծառ ժպիտ, բայց տեղ կա մտնում ես մռայլ, ասենց օծի պես թույնոտ վիճակ դեմքերից երևում է թույնը։ Բայց եւ ղեկավարը, եւ աշխատողները, ու ես շատ ուրախացա։ Եվ խոսքը ասում է, որ դուք լույս եք։ Ժողովուրդ, ինչի մենք լույս չլնենք եւ մեր կողքերը չլուսավորվեն։ Ընդամենը մեզ տեսնողը, եթե մեր մեջ լույս կա, կլուսավորվի։ Ամեն, եւ Տերը հենց այդ է ուզում։ Երբ որ գա հաշվետվություն տեսնի, որ դու լույս ես եղել, լուսավորել ես, մարդիկ էլ փրկվել են։ Բայց որ քո ուշք ու միտքը ամբողջ օրը ճպուրն ու մրջունով է կարդացել, լսել։ Նրանց պես քեֆ ես անում ձերոնց հետ։ Ուշք ու միտքդ քո տունը, տեղը, կյանքը, ընտանիքը ապարում էինք։ Հիշում եք։ Հետո վերջում ասում է դե այժմ էլ բռնեք վերվերի, քամին ծապտա դու բարի։ Հիմար կույսերը պարում էին մերոնց հետ, ասում է։ Հիմար կույսեր հետ ուրախանում, քեֆ էինք անում։
Կգա օրը, երբ որ Տերը արդեն կգա, ինձ թվում է հենց այս խոսքերն էլ կլինի։ Դե հիմա բռնի վերվերի, դրսի խավարում, ատամներդ կրճծացնելով բարի։ Սիրելիներս, հիմա ժամանակն է, որ դուք ձեզ թափ տաք, արթնանաք, յուղ ունենաք, օծություն, որ ձեր լապտերները ձեր սրտերն են։ Մարդու հոգին Տիրոջ ճրակն է։ Առակաց գիրքն է ասում։ Լույսը պետքա լինի քո հոգու մեջ։ Հոբը ասում է իմ գլխի վրա էր։ Ամենակարողի լույսը։ Տերը օրհնի ձեզ, որ լուսավորվեք։ Եվ վերջի խոսք եմ ուզում կարդամ։ Լավ, Առակաց առաջի գլուխ 32 խոսքից։ Որովհետև անմիտների խոտորումը նրանց պիտի սպանի և հիմարների անհոգությունը պիտի կորցնի նրանց։ Հիմար կույսերի անհոգությունը, հիմար կույսերը անհոգ էին, ամեն ինչի հանդեպ։ Միայն իրանց կյանքը, իրանց տունը, իրանց երեխաները, իրանց քեֆը, հաճույքները կամ դարդերը։ Հիմար կույսերը սրանք էին։ Բայց ինձ լսողները ապահով կբնակվեն և հանդարտ կլինեն չարիքի վախից։ Իմաստուն կույսերը դրանք լսում էին Աստծո խոսքը և ապրում էին այդպես։ Դրա համար էլ հանդարտ կլինեն չարիքի վախից։ Ամեն։ Անմիտ մի եղեք, սիրելիներ։ Սկսեք թափ տալ ձեզ, արթնանալ, մտածել, հասկանալ, այս կյանքը մնայուն չի, անցողիկ է, շատ արագ։ Մտածեք հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Եթե դու միայն աղոթող ես, ես նաև խոսում եմ մեզ ինտերնետով նայողների համար, եւ կոչ եմ անում, որ դուք գտնեք ձեր ամեն մեկդ որտեղ բնակվում եք ճիշտ առողջ եկեղեցի եւ այցելեք այդ եկեղեցիները։ Հոգին ձեզ անպայման կհայտնի, դա ձերն է թե չէ։ Այցելեք, կազմեք եկեղեցում իմաստնիկը, ծառայեք, ինչ որ բան արեք։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ վերջի համարն էլ կարդամ եւ վերջացնեմ։ Փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Ղուկաս 21-րդ գլուխ եւ 33 խոսքից։ Երկինք եւ երկիրս կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Տերն է ասում։ Այս ինչ որ հովիվը կարդում է, խոսում է, մեր բառերով եմ ասում։ Տերը ասում է չի անցնի, կատարվելու է, ինչ որ ասել եմ, սա կատարվելու է։ Երկինք եւ երկիրը կանցնե, բայց իմ խոսքերը չեն անցնի, մինչեւ որ չկատարվի։ Զգուշ կացեք անձներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանա շատակերությունով, արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը, որ օրը, Տիրոջ գալստյան օրը, հափշտակության օրը, հանկարծ հասնե ձեր վրա, որ չնմանվեք հիմար կույսերին, որ չնմանվեք այն մեկ տաղանդ, մեկ քանքար ունեցողին։ Ամեն։ Զգուշ մնացեք, ասма, որ այդ օրը հանգարց վրա չհասնի, որովհետև որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի վրա բնակված են։ Ուրեմն արթուն կացեք, ամեն ժամանակ աղոթք քարեք, որ արժան լինեք ազատվելու այն բոլոր բաներից, որ պիտի լինի եւ կանգնել մարդու որդու առաջին։ Ամեն։ Այս երկրի վրա դեռ շատ չար բաներ կա, որ պիտի լինի, աղետներ, վթարներ, պատերազմներ, տարբեր բաներ պիտի լինի, հայտնության գիրքը խոսում է, Տերը հենց այդ ասում, արթուն կացեք, աղոթք արեք, որ ձեր ընտանիքներով փրկվեք այդ չարիքներից, որ հանկարծ ձեր ընտանիքից մեկը չպակասի, այլ ապրեք եւ նաեւ արժան գտնվեք իմ առաջ կանգնելու, որ ես ձեզ հարց տամ, ով է հասկանում ինչ եմ ասում, եկեք ոտքի կանգնենք, Տերը ձեզ շատ օրհնի, եկեք այս երգը վերցնենք, երկրպագությունը, Տիրոջ հետ խոսի, ես ինչ որ խոսում եմ շատ լուրջ ասա, մտածի, հոգևոր ես, բայց որ հոգևորներից ես, 10 կույսերից, այն 5-ից ես հիմար, թե իմաստուններից ես, Դի բոլորին ձեռա տալի, բայց գործերը քննելով մենք պետք է ասենք իմաստուն կույսերից ենք, թե հիմար կույսերից ենք։ Հիմարները անմիտ էին, անհոգ էին։
Իմաստունները ասու խոսքի մեջ էին, ասու գործի մեջ էին, յուղ ունեին, օծություն ունեին, հիմարները օծություն չունեին, մտածի ես մասին, ու եթե այդ մարդն ես, եթե զգում ես անտարբեր անմիտ ես, այսօր ապաշխարության օր է, թափ դուր քեզ, ոտքի կանգնի ու խնդրի Տիրոջից այն ինչ որ ուզում ես, անես ինչ որ քեզ տրված է որ անես, Տերը քեզ օգնական։ Իսկ հետո կաղոթենք այս երգից հետո։ Ամեն։ Գիտես ամեն մեկի դու աղոթքի միշտ լսում ես և օգնում ես ինձ ու ինձ տալիս անչափ ավելի ողորմությամբ քո պատում ես ինձ դու գիտես ինձ ու մանկուց դու ես ինձ պահել ու պահպանել այցելել ամեն օրից, սերը ցույց տվել, դու ես հովիվային Տերային, միշտ հավատարի, իմ Աստված իմ Տեր, առանց քեզ չկա կյանք ես գիտեմ, դու իմ արքան ես ու կյանքն ես, դու իմ Տերն ես, իմ Աստված իմ Տեր, առանց քեզ չկա կյանք ես գիտեմ, դու իմ արքան ես Դու Տեր գիտես ամեն մեկին, դու աղոթքի միշտ լսում ես և օգնում ես ինձ Դու Տեր գիտես մարդկանց սիրտը չար, դու քնում ես խորհուրդը նրանց մենք ու չար ու մանկուց դու ես ինձ պահել ու այցելել ամեն օրից, սերը ցույց տվել, դու ես հովիվային Տերային, միշտ հավատարի, իմ Աստված իմ Տեր, առանց քեզ չկա կյանք ես Առանց քեզ չկա կյանք ես գիտեմ, դու իմ արքան ես ու կյանքն ես, դու իմ Տերն ես, իմ Աստված իմ Տեր, առանց քեզ չկա կյանք ես գիտեմ, Հալելույա, փառավոր Աստված, օրհնյալ Տեր, դու մեր վեմն ես, դու մեր Աստվածն ես, մենք սիրում ենք քեզ, Տեր ջան, մենք պաշտում ենք քեզ եւ մենք շնորհակալ ենք Տեր այս խոսքերի, այս պատգամի համար, որ դու այսօր ուղարկել ես քո ժողովրդին, քո եկեղեցուն եւ ես խնդրում եմ Տեր, որ դու իրականում խոսես ամեն մեկի սրտի հետ, մտքի հետ եւ արթնացնես այդ խորը քնից եւ թմրությունից
Մենք խնդրում ենք, որ օծես ամեն մեկիս արթնանալու, մտածելու, քո կամքի մեջ լինելու, քո գործերը անելու, հավիտենակատությունը երազելու, Տեր ջան, մենք խնդրում ենք, որովհետև այս աշխարհը իրականում անցողիկ է, մենք գիտենք, մենք հասկանում ենք ու մենք չենք ուզում այս աշխարհով ապրենք եւ մեր սիրտը դնել այս աշխարհի մեջ։ Մենք մեր սիրտը դնում ենք քո մեջ, Տեր, հավիտենականության համար։ Մենք խնդրում ենք, պատրաստի մեզ, զորացրու մեզ, որ մենք նմանվենք այն 5 քանքար ունեցող մարդուն, ու նմանվենք այն 2 քանքար ունեցող մարդուն եւ մենք չլինենք այն 1 քանքար ունեցողի պես։ Մենք լինենք 5 իմաստուն կույսերի նման, Տեր, եւ ոչ թե 5 հիմար կույսերի պես։ Եվ եթե մենք ունենք եկեղեցում 5 հիմար կույսերի պես մարդիկ, որոնք անհոգ են, աննպատակ են, անմիտ են եւ որոնք չեն ապրում քեզ համար, խնդրում ենք արթնացնես, խոսես, կյանք տաս, կյանքով լցնես, ողորմես, վերականգնես, օծես, Տեր ջան, նորից շարժվելու քո ետևից։ Հիսուսի զորավոր անունով Սուրբ Հոգի խնդրում եմ, Տեր, որպեսզի հենց հիմա աշխատես այս վայրում, Տեր, ծառայես քո ժողովրդին, Տեր։ Եկեք օտար լեզուներով աղոթենք, սիրելներ։ O crepada kero folora blara de shekeda kara blorofada. Իջը դբլայվա լա կեբրա դե պրադրե կերա ֆոլորո բալարա բրեդո Փարավոր Տեր, Սուրբ Հոգի Աստված, մենք գիտենք, որ դու մեզ հետ ես, որ մեզ օգնես, որ մեզ զորացնես, որ մեզ առաջնորդես, խոնարհվում ենք ու ասում ենք քեզ, Տեր, ողորմա, ամեն մեկի սրբի քո արյունով, ների, Տեր ջան, ամեն տկարության համար, թմրության համար, ողորմա քո ժողովուրդը այսօր։ Ես աղոթում եմ Սուրբ Հոգի, որպեսզի դու հենց հիմա հպվես մարդկանց սրտերին, մտքերին, վերափոխես, վերանորոգես, Տեր ջան, որպեսզի մենք չնմանվենք այս աշխարհին, այլ նորոգվենք մեր մտքի նորոգությամբ, Տեր ջան, որ հասկանանք քո կամքը, բարին, հաճելին, կատարյալը եւ դրա մեջ ապրենք եւ շարժվենք, Տեր ջան։ Եվ ես հավատում եմ, երբ որ օծությունը կգա ամեն մեկի կյանքում, օծությունն էլ հոբի պես կորտնի ամեն մեկի կյանքը, ամեն մեկը կլինեն օրհնված, կլինեն առատությամբ, կլինեն իրականում առողջ, Տեր ջան, եւ հաջողակ մարդիկ, եւ պտղատու կլինեն, Տեր ջան, ինչպես Հոբն էր խոսում օծության մասին, լցրում ես, օծի մեզ այսօր Սուրբ Հոգի։ Մենք գիտենք, որ օծությունը նաեւ Տեր խորհուրդը օծության, նաեւ դա քեզ հետ է կապված, Սուրբ Հոգու ներկայության հետ է կապված։ Մենք խնդրում ենք, որ մեր սրտերը լցնես Սուրբ Հոգի, քո ներկայությունով աճեցնես։ Մենք սիրում ենք քեզ Սուրբ Հոգի Աստված եւ մենք ուզում ենք քեզ հետ փոխհարաբերությունները մեր ել ավելի մտերմանան, ել ավելի մոտենանք, ել ավելի ճանաչենք, ել ավելի լսենք, որպեսզի կատարենք, Տեր, Հիսուսի զորավորանով։ Մենք խնդրում ենք բարձրացրու մեզ նոր աստիճանի, նոր մակարդակի, Տեր ջան, քեզ հետ փոխհարաբերության մեջ, Հիսուսի զորավորանունով։ Օլե պրադա շակեբա լաֆովա լարադերո Իլսում եմ Տիրոջ հոգու ձայնը ներսից, որ ասում է, ով որ ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Եվ այն ջուրը, որ դու կստանաս Սուրբ Հոգուց կխմես, քո որովայնում կենթանի ջրի աղբյուրներ կդառնան, որ կջրեն շատ շատերին կյանքի համար։ Ասա Տեր, ես ծարավ եմ, խնդրում եմ, խմեցրու ինձ քո ջուրը եւ թող իմ որովայնից կենթանի ջրի աղբյուրներ սկսի հոսել քո անունի ու քո փառքի համար, որ մարդկանց կյանք տա Հիսուսի զորավոր անունով։ Տեր, օծի ինձ, որ ես լույս լինեմ ամեն տեղ, իմ շուրջ բոլորը լուսավորեմ Հիսուսի զորավոր անունով, որ ինձ տեսնողը, ինձ հետ շփվողը լուսավորվի եւ ապաշխարի։ Հալելույա, Տեր, օծիր ինձ, որ ես աղ լինեմ, Տեր, որ ես համ տամ իմ շրջապատին, իմ շուրջ բոլորը ովքեր որ կան։ Հիսուսի զորավոր անունով։ Իմ հետ կրկնի, ասա, ես մերժում եմ եսակենտրոնության ոգին։ Ես իմ եսը խաչին եմ գամում, ուրանում եմ եւ իմ խաչը վերցնում եմ եւ քեզ եմ հետևում, Տեր։ Օգնիր ինձ Սուրբ Հոգի։ Ես ուզում եմ ժառանգեմ հավիտենական կյանքը։ Օգնիր ինձ, Տեր։ Հալելույա, հալելույա, փառք ես։ Մենք հավատում ենք, Տեր, որ դու մեզ օգնում ես, վերականգնում ես եւ զորացնում ես։ Ես աղոթում եմ, որ կյանք մտնի ամեն մեկի սիրտը եւ ամեն մեկը դառնա իմաստուն կույսերի պես, Աստծո վախով լցված, որովհետեւ իմաստությունը գալիս է Աստծո վախից։ Միայն հիմարներն են մերժում
իմաստությունը։ Տեր ջան, խնդրում եմ, որպեսզի լցնես մեզ Աստծո վախով, որ մենք լինենք իմաստուն քո անունի ու քո փառքի համար։